Ալելույա Հիսուսին։ Եթե եղել է ինչ-որ մեկի հետ, որ տան մեջ մի բան պահես ու հետո չգտնես, կարա փողը լինի, ոսկի լինի, կարա չգիտեմ մի հատ բալանի լինի, պահում ես միտե ու չես գտնում, օրերով ման ես գալի, ամսով, արդեն գժվում ես, բայց չես գտնում, եղել է ձեր մոտ։ Այսօր ես խոսելու եմ թաքնված մեղքի մասին, բայց տարբերությունը դրային է, որ այնի չգիտես ուր ես պահե, բայց քո մեղքը դու գիտես ուր ես պահե, թաքցրել ես ու չես ուզում ոչ դու գտնես, ոչ էլ ուրիշները գտնեն, որը որ շատ վտանգավոր բան է։ Տեսեք, բացենք իրար հետ Եբրայեցիներ 4-րդ գլխի 12-րդ խոսքը կարդամ, նայեք Աստծո խոսքը ինչ է ասում։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր, եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, եւ թափանցում է մինչև շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը, եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Տեսեք, Աստծո խոսքը ասում է այնքան խորն է ներթափանցում, մինչև անգամ ոսկրածուց, որ մերկացնում է, այսինքն ինչ անտեսանելի, ինչ թաքնված բան կա, ինքը բացահայտում է։ Աստծո խոսքը այդքան կարա խորանա։ Եթե MRT անցել եք, պարկում ես, մտնում ես գործիքի մեջ, 40 րոպե մնում ես, հելում ես ու սենց նկարով օրգանիզմի մեջ ինչքան թերություն կա, սա ասում է։ Տեսանելի աշկով դու դա չես տենում, բայց MRT-ն քեզի սա ցույց է տալի, թե քո ներսը ինչ խնդիրներ կա։ Տեսեք, MRT-ն չի բժշկում։ MRT-ն մտնել հելնելով չես բժշկվում, բայց քո թերությունները ինքը ցույց է տալի, բժշկվելու համար դու պետք է այդպես բժշկի մոտ։ Այսօր ստեղ որ նստած եք, եկեղեցին MRT-ա ձեզ։ Այն Աստծո խոսքը, որ հասնում է ձեր ականջին, լսելի Աստծո խոսքը MRT-ա։ Իսկ բժշկվելու համար դու պետք է ապրես այս Աստծո խոսքը։ Պետք է գործածես քո կյանքում, եթե ուզում ես բժշկվես քո սխալներից, քո մեղքերից։ Այսինքն լսելի Աստծո խոսքը մերկացնում է քո ներսը, իսկ գործածած Աստծո խոսքը քեզ բժշկություն է տալի։ Տեսեք իրար հետ նայենք 4-րդ Թագավորաց 22-րդ գլուխը, որտեղ պատմում է Հովսյա թագավորի մասին, ով գալիս է ամենաչար թագավորներից հետո Իսրայելի պատմության մեջ ամենաչար թագավորը երևի Մանասեն է եղել, որ Աստծո պաշտամունքը լրիվությամբ փչացրեց Մանասեն։ Ու այդ Մանասեից հետո գալիս է Հովսյա թագավորը ու որոշում է լավ բան անի, որոշում է Աստծո տունը վերանորոգի։ Կանչում է Քեխկիա քահանայապետին, ասում է շինարարներ դիր, հյուսներ դիր, փայտագործներ, գումարներ դուր ու տան, Աստծո տան, որ մասը որ վնասվել է, թող վերանորոգեն վնասված տեղերը, այսինքն արտաքինից թող վերանորոգեն։ Ու Քեխկիա քահանայապետը մի հատ գիրք է գտնում։ Այդ վերանորոգման ժամանակ տաճարի մեջ մի հատ գիրք է գտնում, օրենքի գիրք։ Բերում տալիս է թագավորին, ասում է կարդա։ Ու տեսեք, կարդում է թագավորի առաջ այդ գիրքը 11-րդ խոսքում է գրված 22-րդ գլխի 11-րդ խոսքում եւ երբ որ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը պատառեց իր հանդերձները եւ թագավորը հրամայեց Քեխկիա քահանային եւ Սափան որդի Աքիկամի եւ Միքայել որդի Աքորոմի, որ Սափան դպրին եւ թագավորի ծառայի Ասիային ասելով գնացեք, մի խոսքով հրամանա տալի, ասում է գնացեք տիրոջը հարցրեք այս օրենքի գրքի մասին։ Տեսեք, օրենքի գիրքը Մովսեսի գրված գիրքն են գտնում։ Քահանայապետը նույնիսկ չգիտեր, որ օրենքի գիրք կա, որ օրենքի գրքում sense բաներ է գրված, գտնում զարմանում է։ Եկեղեցու քահանայապետը զարմանում է այդ օրենքի գրքի մասին։ Ու երբ որ բերում է կարդում են, ասում է Հովսյան իր շորերը պատառոտում է։ Ու Հովսյան հրամայում է, ասում է հարցրեք տիրոջը, ման են գալի ամբողջ Իսրայելում մի հատ մարգարետ տղա չեն գտնում։ Վերջը մի հատ կին մարգարեի է գտնում։
մարգարեին կին ալնում, բայց անունը տղու է ալնում, Ողդա անունով։ Ու մարգարեին երբ որ հարցնում են, գալի ասում է Աստված տեսավ Հովսեային, ասում է տեսավ, որ ես sense պատմում եմ, որ չկարդամ ժամանակ չգնա, էլի։ Ասում Աստված տեսավ, որ դու քո հանդերձները պատառոտեցիր, ու ասում է այն չարիքը, որ պետքա բերի Իսրայելի վրա, քո օրերում չեմ բերելու։ Ես այնքան հետարքեր են զարմացա այդ ասացի վրա, որ Տերը կոնկրետ նշեց Հովսեայի արարքը։ Ճիշտ է, Հովսեան դերասանություն չարեց, շորերը պատառոտելով։ Իրա ներսից եկավ, ինքը նեղված է, շորերը պատառոտեց, բայց Աստված հավանեց դա։ Ասես Տերը տեսավ, որ դու քո շորերը պատառոտեցիր։ Տեսեք, այսօր կարող է քո ներսը ես չգիտեմ ինչ վիճակում լինի, կարող է քո ներսը լավ լինի, զղջացող լինես, Տիրոջը կանչող լինես, բայց արարքներ կա քո կյանքում, որ Տերը գնահատում է այդ։ Տերը ուզում է, որ դու այդ անես։ Ինչքան էլ թանկ լինի քո շորը, բայց եթե դու Տիրոջ համար էդի պատառոտում ես, ինչքան էլ բրենդ է, ինչքան էլ չգիտեմ, Եվրոպայից բերած է, Տերը գնահատում է այդ արարքը ու մատնանշում, ասում է, «Էդի որ արեցիր, Տերը հավանեց»։ Այսինքն այսօր մեր կյանքում գործողություններ կա, որ Աստված հավանելու է, որ դու դա անես։ Ու տեսեք, Հովսեան հավաքում ամբողջ Իսրայելը տաճարի մեջ ու սկսում են օրենքի գիրքը կարդալ։ Առաջի անգամ լսում են։ Կարդում վերջացնում են ու հանկարծ Հովսեան մտափոխվում է։ Սկզբից որ որոշել էր տաճարը վերանորոգեր, մտափոխվում է 23-րդ գլխում, ասում է տաճարը մաքրեք։ Հետաքրքիր է, չէ՞, սկզբից մինչև Աստծո խոսքը կարդալը, ինքը մտածում էր տաճարի արտաքին գեղեցկության մասին, բայց երբ Աստծո խոսքը գտնում ամբողջ ժողովրդով կարդում են, արդեն ասում են ներսը մաքրեք, որովհետև իրականում այս Աստծո խոսքը ոչ թե նրա համար է, որ քեզ արտաքինից հոգևոր սարքի, այլ Աստծո խոսքը նրա համար է, որ քո ներսը փոխի, որովհետև Տիրոջ համար ավելի կարևոր է քո ներսը։ Ու տեսեք, երբ որ սկսում ենք կարդալ, թե ներսում ինչեր կա, ես որ կարդամ կարող է բոլորդ զարմանաք, թե ներսում ինչեր են գտնում։ Երբ որ տաճար, եկեք չկարդամ կոնկրետ ինչեր են գտնում, ես սենց ասեմ, բայց երբ որ սկսում են մաքրել տաճարը, գտնում են աստարոֆթի կուռքեր, բաղի արձաններ, գտնում են կոնկրետ եկեղեցու տաճարի մեջ վրաններ, որտեղ մարդիկ անբարոյություններ էին անում։ Գտնում են եկեղեցու տաճարի մեջ վայրեր, որտեղ երեխեքին այրում էին։ Ու աշխարհի ամենավերջը ինչ ասես գտնում են, որ դաժե կարդաս կարող է զարմանալ, sense բաներ տաճարի մեջ ոնց են արել։ Ու Հովսեան այդ ամենը քանդում, այրում, թափում է։ Ու դրանից հետո ինքը զատիկ է անում։ Երբ որ բոլորը քանդում, եկեղեցուց անում, թափում է, այդ ամենը անում է, մեծ զատիկ է տոնում, գրված է 23-րդ գլխի 21-րդ խոսքում։ Զատիկը տոնելուց հետո ասում է, Իսրայելում ամենամեծ զատիկն է դա լինում։ Այսինքն, կարծես վերածնունդ է ապրում Իսրայելը։ Ոնց որ Եգիպտոսի կռապաշտությունից դուրս եկան, գերությունից, կարծես Հովսեան էլ այդպես Իսրայելին դուրս է հանում այդ ամեն կռապաշտությունից։ Ու ամբողջ հարցը նրանում է, ես այս ամեն ինչը տենալով, երբ որ Հովսեան ներսը քանդեց, թափեց, թողեց արտաքինը, ես հիշեցի, երբ որ Հիսուս մտավ Երուսաղեմ, չբարկացավ, ասես տաճարի կտուրից խիա ջուր չռում, ինչեն պատերը մամրոտած, խիա այս քարանգած, վնասված, ինքը ավելի շատ նեղվեց տաճարում վաճառականների ու դրամավաճառների վրա։ Ու ինքը այդ ամենը քանդեց, իրանց հեռացեց, որովհետև Տիրոջ համար ավելի կարևոր է քո ներսը, ավելի կարևոր է, թե դու իրականում ներսից ինչ հոգևոր ես, քան թե արտաքինից։ Մենք այնքան շատ ենք մտածում մեր արտաքին հոգևոր վիճակի մասին, վայ այս մեկը ինձ դե չտենա, այս անելուց չտենա, այն չանի, բայց ներսիդ համար երբեք չես անհանգստանում։ Քո ներսում թաքցրած բաներ ունես, որ չես ուզում ոչ մեկ տենա։ Ու քեզ թվում է դա տենց էլ կմնա, դա ոչ հետևանք է ունենալու, ոչ ազդելու է քո վրա, քո երեխեքի, ոչ մեկի, ասես տենց թաքցնեմ կմնա ու կանցնի կգնա։ Բայց հեսա մենք կտենանք, որ ինչքան վատ բաներ կարա բերի այդ քո թաքցրած մեղքերը, այն բաները, որ դու թաքցնում ես քո ներսում։ Եթե վերցնենք օրինակ այն անգամ նայում էի այդ Տիտանիկի մասին հաղորդումը, ասում էր նավը
ջրի վրա լողալով չի որ սուզվում է, ոչ էլ ջրի տակ մտնելով է սուզվում։ Օրինակ սուզանավը ջրի տակ մտնում է, լողում է, հետո հելնում է վերև։ Ասում է նավը սուզվում է, երբ որ ջուրը իրան ներսում է։ Այսինքն այսօր կարևոր չի թե քո շուրջը ինչ իրավիճակում ես դու ապրում, ինչա կատարվում քո շուրջը, կարևորը այսօր ինչա քո ներսը կատարվում, որտեվ այդ է քեզ խորտակողը։ Այսօր քեզ խորտակողը քո ներսն է, եթե այդ աշխարհի ամեն բաները լցվավ քո ներսը։ Իրար հետ բացենք 11-րդ գլուխը, երկրորդ թագավորաց 11-րդ գլուխը, որտեղ պատմում է Դավիթ թագավորի մասին։ Խոսելու եմ Դավիթ թագավորի մասին, որ Ուրիայի կնոջ հետ պարկում է։ Ես այս մասին այնքան եմ խոսացել, որ մտածում եմ երկնքում ասում են ոչ լաց կա, ոչ ցավ կա, մտածում եմ վաղ այսօր գնացի երկինք Դավիթը ինձ համ լացնելու է, համ ցավցնելու է, այնքան եմ այս մասին խոսում, բայց այսօր կանգնելու եմ ոչ թե այս բուն թեմայի վրա, այլ այնպես բաների վրա եմ կանգնելու, որ երբեք չեմ խոսել։ Նույնիսկ կարող է դուք էլ ուշադրություն չեք դարձրել թաքնված բաների վրա։ Տեսեք, Դավիթը ինքը պատերազմող մարդ էր, անգամ իր թագավորությունը սկսեց պատերազմով, անգամ այն ճոբանության ժամանակ էլ կռվող, առյուծ, արջ սպանող մարդ էր։ Ու միշտ պատերազմի մարդ է եղել։ Նույնիսկ թագավոր ժամանակ իր զորքի հետ միշտ գնացել է պատերազմի։ Բայց այստեղ թագավորած երկրորդ թագավորած 11-րդ գլխում տենում ենք, որ իր զորքը պատերազմի մեջ էր, Դավիթը տունը իր համար հանգիստ պարկած։ Տեսեք, առաջի համարից կարդամ։ Եվ եղավ հետևյալ տարին, որ թագավորները պատերազմի դուրս գալու ժամանակին Դավիթը Հովաբին եւ նրա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայելին ուղարկեց, որոնք ամոնացիներին կոտորեցին եւ Ռաբան պաշարեցին, բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմ։ Տեսեք, ամբողջ ժողովրդին ուղարկել էր պատերազմ, ինքը մնացել էր Երուսաղեմ։ Դավիթ ջան, ինչ ես մնացել տունը։ Դու միշտ պատերազմի մեջ էիր, քո զորքի հետ միշտ ընդ է, այս անգամ ինչ ես մնացել տունը։ Մի անգամ մնաց տունը ու տեսեք ինչի մեջ ընկավ։ Ու ընկավ ոչ միայն ինքը, այլ հեսա կտենանք քանի տարբեր մարդիկ, իր այդ նաև իր ամբողջ ընտանիքը, ամել իր կողքի մարդիկ։ Եսին վրա եմ բերում օրինակ, եթե ես թեկուս պատճառի կամ առանց պատճառի մի անգամ պաշտամունքի չգամ, անհնար է մի հատ մեղքի մեջ չընկնեմ։ Թեկուզ ինչ որ հիվանդանոցի հարց լինի, հիվանդանոց պետք է դաս եկեղեցի չես գալի, չէ՞։ Իմացեք, հաստատ մեղքի մեջ ընկնելու ես։ Հեչ որ չէ մի հատ ավտո քշելուց մեկի այդ մի բանի մեջ կընկնես։ Ու այդպեսին է, որտեվ իրականում երբ որ դու քո տեղում չես, քո ծառայության մեջ չես, քո այն տեղում, որտեղ որ պետք անես, անգամ քո ընտանիքում, դու միշտ ընկնելու ես մեղքի մեջ, որտեվ ամեն ժամանակ դու քո տեղում պետք է ալնես։ Տեսեք, հետո երկրորդ խոսքը ասում է. «Եվ մեկ օր իրիկվա դեմ Դավիթն իր անկողնիցը դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս»։ Տեսեք, դաժե ոչ միայն տուններ, այլ պարկած։ Ինչ կարգի ալարկոտ վիճակ էր Դավիթի մոտ։ Եվ տանիքի վրայից մեկ կին տեսա, որ լվացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։ Դավիթը հելում է բալկոնում քայլում է ու տեսնում է Բերսաբեին, որ չգիտեմ, իրանց բաղջի մեջ լվացվում է։ Տեսեք, եթե իրականում մեղավոր են այն աչքերը, որ նայում են մերկացած հատվածներ, պակաս մեղավոր չեն այն մարդիկ, ովքեր մերկացնում են այդ հատվածները։ Որովհետև մեղավոր է ճիշտ է այն մարդը, որ նայում է, տենում է, ընկնում է մեղքի մեջ, բայց նաև քիչ պակաս մեղավոր չի այդ որոգայթ սարքողը, որովհետև դու ես մեղավոր։ Ինչի համար ես մեղավոր, որովհետև տեսեք դուք ձգտում ես աղջիկը ինքը ձգտում է մի բանի, ես ասում եմ այն մարդուն, ով որ սենց սիրում է ինչ կա չկա հանի թափի, սենց ինչքան բացի, այնքան լավ։ Տեսեք, Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսին խաչելուց առաջ մերկացրեցին ու դրանով անարգեցին իրան։ Այն ինչ որ ժամանակին քո տիրոջը դրանով անարգել են, դու այսօր ձգտում ես դրան։ Դու ուզում ես նմանվել դրան։ Սատանան ինչ որ օգտագործել է, որ քո տիրոջը դրանով անարգի, այսօր մարդ այսօր կինը ինքը ձգտում է դրան ու դա իրան փառք է բերում։ Դրանով ինքը կոչվում է, չգիտեմ, համարցակ կին, զարգացած կին կամ էս կին։
նույն ամբողջ Աստվածաշունչը կարդում ես անգամ Դավթի ծերերին էլ ընդ մերկացրեցին, որ անարգեին, նույն Երիքովում ընկած են մարդն էլ գողերը եկան, մերկացրին, քցին, այսինքն հնում մերկությունը եղել է անարգանք, բայց այսօր մեր օրերում դարձել է մոդա, դարձել է զարգացած բան, ու սա սատանայի գործիքն է, որ մտցնում է մարդու ուղեղի մեջ, օգտագործում է դա։ Դուք ձեր մեջ իմացեք, որ ինչքան մարդը ինքը ձգտում է բաց հագնվելուն, իմացեք, դու դրանով փորձում ես այն քո տիրոջը ինչով անարգել են նմանվես դրան։ Դա ուղղակի որպես մեծ աղբեր խորհուրդ եմ տալի ձեզ։ Ու Դավիթը իր ծառաներին ուղարկում է, Ուրիայի կնոջը բերում են, ել չեմ ուզում այդ ամեն ինչ ասեմ, բերում են տուն, պարկում է իր հետ, անցում է որոշ ժամանակ հղիանում է, Դավթին խաբար անում, որ նամակով հղիեմ, ու Դավիթը Ուրիային Հովաբից կանչում է իր մոտ, կանչում է, որ իր մեղքը ծածկի։ Բան արե, որ չի ուզում ոչ մեկ իմանա, որտեվ դրանից առաջ ինքը տես բան չէր արել։ Ինքը Աստծո խոսքը չէր անարգե։ Ինքը մի հատ բան արի, հիմա պետքա ծածկի, որ ոչ մեկ չիմանա, որտեղ բոլոր իրան արդար մարդ են ճանաչում, ազնիվ մարդ են ճանաչում։ Ու երբ որ Ուրիան գալիս է, տեսեք Ուրիան այնքան լավ մարդ ալնում, այնքան արդար մարդ ալնում, որ տուն չի եթում։ Ի տարբերություն Դավթի, որ պատերազմի չէր գնացել, տունը պարկած էր, Ուրիան չի եթում, ասում է Հովաբը պատերազմի դաշտում, ես ուր եթամ տուն։ Ու ցույց է տալի Ուրիայի լավ մարդ լինելը։ Ու տեսնում է, որ Դավիթը Ուրիան ոչ մի ձև տուն չի եթում, տեսեք դիմում է տարբեր մեթոդների։ Երկու անգամ կանչում իր տունը, 2 օր վրա խմցնում, կերցնում է, հարբեցնում է, որ ուղարկի իր տուն։ Տեսեք գինովցած լինելը նաև ինչ որ միտեղ սատանայի գործիք է։ Այս պատմությունը կարդալուց հիշում եի Ղովտի աղջիկներին, որ նույն գինին օգտագործեցին իրանց պղծությունները անելու համար իրանց հոր հետ։ Ով արաղ սիրում է, իմացեք, արփեցած, գինովցած լինելը սատանայի գործիք է, որ ուզում է իր չար գործերը անի գինովցած մարդու հետ։ Բայց Ուրիան գինովցած լինելուց հետո էլ անգամ չի եթում։ Եփեսացիների մեջ ասում է, չէ, 5-րդ գլխում ասում է գինու մեջ անառակություն կա։ Հեռու մնացեք գինովցած լինելուց, որի մեջ անառակություն կա։ Բայց անգամ այդ գինովցած լինելու մեջ Ուրիան այնքան լավ մարդ ալնում, անգամ այդ վիճակում էլ տուն չի եթում։ Ասում ամբողջ զորքնդե ես իմ տուն չեմ եթա։ Ու դրանից հետո Դավիթը վերցնում է նամակա գրում Հովաբին, որ Ուրիային սպանել տա, ասում է դրեք իրան առաջ, բոլորդ հետ քաշվեք, թող մեռնի։ Ու այդ նամակը տալիս է Ուրիայի ձեռքը։ Հետարքիա, տեսեք Դավիթը ինքն էլ գիտեր, որ Ուրիան արդար մարդ է։ Ինքը վստահ էր, որ Ուրիան չի բացի այդ նամակը կարդա, դրա համար իր ձեռը տվեց։ Ու ինքը այսքան սրտի խայծ չուներ, այդ մարդուն ուղարկում էր սպանելու։ Ինչի համար, որտեվ իր ներսում մեղք ուներ թաքցրած։ Տեսեք, իր արարքը նման չէր իրան, ինքը փոխվել էր։ Դրանից առաջ ինքը շատ ազնիվ մարդ էր։ Անկամ այնքան արդար մարդ էր Դավիթը, որ երբ որ գնում են իրանց ընտանիքներին տանում են գերի, փղշտացիների պատերազմից հետո գալի իմանում են իրանց ընտանիքները գերի են, հելում եթում են հալածելու։ Այդ հալածելու ճանապարհին իր բանակի կեսը հոգնում է, մնում է ջրի մոտ, ասում է չեն կարա գան, այն կեսի հետ է եթում։ Կեսի հետ եթում են ամբողջ ընտանիքներին հետ են բերում, բանը ավարնել հետն են հետ բերում, այդ կռվող զինվորները ասում են այսօր որ մնացել է աստե ջրի մոտ, մենակ իրաց կնիկ երեխեքին թող վերցեն։ Ավարը մենակ մեզի մնա։ Բայց Դավիթ այդ ժամանակ ասում է չէ, իրանց բոլորին հավասար, թեկուզ իրանք չեն եկե, բայց իրանց հավասար է։ Այսինքն ցույց է տալի ինքը ինչքան արդար մարդ էր, բայց այս պարագայում ինքը փոխվել էր։ Տեսեք, թաքնված մեղքը ոնց կարա մարդու բնավորությունը փոխի, ոնց կարա քեզ փոխի, որ դու անես բաներ, որ առաջներում տենց չես եղել։ Ինչի համար որ ծածկես քո մեղքը, հանգարց դուրս չգա։ Ու տանում են Ուրիային Հովաբը նենց անում, որ մահանա ու նամակով ուղարկում է Դավթի մոտ։ Ասում է կեթաս կասես գնացինք մոտեցանք Պարիսպներին նիզակներով խփին, ահագին մարդ մեռավ, ասում է երբ որ Դավիթ ելնի ջղայնանա բան չեք մոտիկ գնացե, կասեք Ուրիան էլ մեռավ։ Այսինքն տեսեք, Ուրիայի պատճառով մենակ Ուրիան չմեռավ, Դավթի մեղքի պատճառով ուրիշներն էլ մեռան,
որ համ Ուրիայի սպաներ, չգիտեմ ընդ քանի հոգի, թե մի 100 հոգի, թե 50 հոգի, թե 10 հոգի, բայց Դավթի մեղքի պատճառով Ուրիայի հետ ուրիշներին էլ սպանել տվեց Հովաբը։ Ու ամբողջ ցավը նրանում է, որ կարդում ես, երբ որ Դավիթը կարդում է այս նամակը, գիտեք ինչ է ասում։ Ոչ թե ցավը ապրում, այլ սենց սաղցնում, ասում է դե Հովաբին կասես թույսի քո աչքին չար չերևա, սուրը մեկա բոլորին էլ վաղ թե ուշ պետքա հասներ։ Այսինքն ուզում ասի, պատերազմի մեջ էր, վատ բան մին էլ, այդ մարդիկ մեկը այսօր եկուս մեռնելու էին։ Այսօր մեռան, դե մի 3 օր հետո պետք է մեռնեին։ Այսինքն տեսեք, ինչ կարգեր իր սիրտը սառնասիրտ, որ մարդու վրա էլ չէր ցավում, որ այդքան մարդ էր մեռե։ Էսի ասում էր այն մարդը, երբ որ ինքը ծարավ էր, 3 հոգի հզոր մարդիկ Սավուղի բանակը ճեղքեցին, գնացին իրան ջուր բերեցին, ինքը վերցեց ջուրը թափեց, ասեց կենթանիա Տերը, որ ես ձեր արյան գնով բերած ջուրը չեմ խմելու։ Էսի ասում էր այն մարդը, որ գառին, ոչխարին, առյուծը արջը գալի տանում էին, կենթանու համար այդում իր կյանքը վտանգի էր դնում, ոչխարին հետ էր բերում, բայց չէր ցավում մարդկանց վրա, ինչի համար, որտեվ ծածուկ մեղք ուներ, ինքը փոխվել էր, ինքը իր մեջ բան ուներ, որ ուզում էր ոչ մեկ չիմանա, ու հանուն դրա ինքը անում էր բաներ, որ ժամանակին երբեք չի արել։ Իմացեք, եթե ձեր մեջ կան բաներ, որ սխալներ, ծածուկ մեղքեր, որ դու պահել ես, չէ, այսօր կարող է ամբիոնից բաներ խոսած, քննադատես, ասես էս ինչ բանը պետքա չանես, չէ, կգա մի օր, որ դու այդ բանը կանես։ Այն բնավորության գծերը, որ դու չունես, միշտ քննադատել ես այդ, կգա մի օր, որ դու ձեռք կբերես դա։ Այն բաները, որին միշտ դեմ ես խոսացել, կգա մի օր, որտեվ կանես, որտեվ քո մեջ ծածուկ բաներ ունես, որ քայքայում են քո կյանքը, ու հանուն դրա, որ դու դա չբացահայտվի, ամեն ինչ ժերտվա կտաս։ Ու տեսնում ենք, որ հեսա նաև այդ ամենը անցնում է ոչ միայն Դավթի վրա, կողքինների վրա, այլ անցնում է նաև Դավթի ամբողջ ընտանիքի վրա։ Ինչպես տաճարում ես ասեցի, որ երեխեք էին այրում, Աստծո տաճարի մեջ, երբ որ Հովսյան մաքրեց, տեսեք Դավիթն ինքն էլ այն սրբությունները ժամանակին որ ուներ, որ ինքը ապրում էր դրանցով, արդար էր, մարդկանց հանդեպ էր արդար, այդ ամեն սրբությունների հետ մեկտեղ, տեսեք ինքը փոխվել էր։ Իր սրբությունները այդ նույն բանի նման այրում էր, որ թաքցներ իր բանը։ Անկամ նույնիսկ տեսեք Դավիթը այնքան արդար մարդ էր, որ երբ որ Սավուղի երեսից փախնում էր ու եկավ տաճարի հացը կերավ, քահանան իրան տաճարի հացն է տալի, ինքը այդ ժամանակ տեսնում է, որ Սավուղի ոչխարների չոբանը, այսպես ասած, դովբեկը ընդ է, ու ինքը հացը վերցնում ուտում ու այթում է։ Հետո Սավուղը գալի 85 քահանաներին սպանել է տալի։ Երբ որ դրանից հետո սպանում են, ու դե նաև քահանաների բարեկամ ինչ կա, երեխա կին սաղի սպանում են։ Աբիաթարը քահանաներից մեկի տղան փախնում է։ Փախնում գալիս է Դավթի մոտ։ Տեսեք, բոլորը մեռած են ու չգիտեն ինչի է տես բան եղել։ Ու այս Աբիաթարը գալի Դավթին սաղ պատմում է։ Տեսեք, Դավիթը այնքան արդար տղա է ալնում։ Աբիաթարին ասում է ես եմ մեղավոր, որ քո ընտանիքը այսօր չկա։ Կարար չասեր, Աբիաթարը չէր իմանալու, բայց ինքը այնքան ազնիվ մարդ էր, ասում էր ես եմ մեղավոր, ասում է որտեվ այդ օրը որ ես տաճարից հացը վերցի կերա, ասում է ես տեսա Դովբեկ ընդ կայնած ու ես գիտեի որ ինքը հեթալու էր Սավուղին ասեր, բայց ես արեցի այդ։ Ու ասում է այսօր որ քո ընտանիքը չկա, ես եմ մեղավոր։ Ցույց է տալի թե Դավիթ ինչքան արդար ազնիվ մարդ էր, բայց հանգարց մի հատ ծածուկում մի բան արեց ու ինքը փոխվավ ձեռ բերեց նենց բաներ, որ ժամանակին չուներ, որ իր միջի այդ մեղքը ծածկի։ Այդպիսին է թաքնված մեղքը մեր ներսում, որ քայքայում է քեզ ու փոխում է քո բնավորությունը, փոխում է քո ներսը, ամեն ինչը։ Ու երբ որ Նաթան մարգարեն գալիս է, ջղայնանում է Դավթի վրա, ասում է դու ինչի համար Տիրոջ խոսքը անարգեցիր, դու ծածկաբար արիր, բայց Տերը ասում է որ արեգակի առաջ է քեզ այդ ամեն ինչը պատժելու։ Տեսեք Դավիթը զղջում ասում է մեղ գործեցի, ասում է զղջացել եմ Տիրոջ առաջ։ Ու Նաթանն էլ ասում է չես մեռնի, Տերը ներեց քեզ։
Ընդունեցիր մեղքը, ապրես։ Տերը ներեց, բայց ներելով չի վերջանում։ Հետևանք կա։ Դու սխալ ես արել։ Դու քո ծածուկ մեղքի պատճառով մարդիկ են մեռել։ Ոչ միայն ուրան, տարբեր մարդիկ, քո պալատականները տեսան ինչ արեցիր, լիքը մարդիկ գայթակղվել է ու այդ ամեն ինչը հետևանք ունի։ Հա, Տերը քեզ կների, դու կներվես, բայց այդ ամեն ինչը հետևանք է ունենալու քո կյանքում։ Ու հետո տենում ենք, որ երեխեն է մեռնում, երեխուց հետո իր տղեն պարկում է իր մյուս աղջկա հետ, հետո այն մի տղեն սպանում է, այն մի աղբորը, հետո, չգիտեմ, իր տղեն պարկում է իր կանանց հետ ու սենց նույնիսկ ինքը հելնում իր տնից փախնում է, դառնում է աստանդական։ Այսինքն, տեսեք, այդ ամեն ինչը մտավ իր տուն ու սկսեց քայքայել։ Ինչի համար, որ ինքը ծածուկ մեղք ուներ իր ներսում։ Քայքայեց իր տունը, իր երեխեքի մեջ, ամբողջ իր կյանքը։ Այսօր այն բաները, որ քո ներսում կա, որ դու մտածում ես էդի կանես, ոչ մեկ չի իմանա, այդ այնս փակ կպահես, չէ, իմացեք այդ ամենը հետևանք ունենալու։ Կարող է ոչ մեկ էլ չիմանա, գա մի օր դու էլ դրանից ապաշխարես, բայց այդ ամեն ինչը հետևանք ունենալու քո կյանքում, անդրադառնալու է քո ընտանիքի վրա, քո երեխեքի վրա, քո ֆինանսի, ամեն ինչի վրա, ու դու քաշելու ես այդ։ Դրա համար ինչքան շուտ դու այդ մտածես, այդ արմատները կտրես, այնքան հետևանք ավելի մեծ չի լինելու քո կյանքում։ Եվ ի վերջո տեսեք Դավիթը հելավ իր տնից փախնում է, անգամ փախնելուց, երբ որ գնում է Սեմեին Սավուղի հարազատներից մեկը վերևից քարերով խփում ու սկսում է անիծել Դավթին։ Ու ասում է Դավիթը ոտաբոբիկ ու գլուխը ծածկած էր էթում։ Ու երբ որ Սեմեին քարերով խփում անիծում է, Հովաբի աղբերներից մեկը ասում է թույլ տուր որ սրան սպանեմ, ու Դավիթը ասում է չէ, թույլ չեմ տա։ Ու գիտեք ինչի համար թույլ չէր տա։ Որովհետև երբ որ մի հատ հետաքրքիր տեղ կար, երբ որ Նաթան մարգարեն գալիս է Դավթին հանդիմանում է, ասում է դու թույլ տվեցիր, որ թշնամիները հայություն անեն քո արարքի պատճառով։ Ես օրինակ նենց էի մտածում, ասում եմ լավ, այդ փղշտացիկն ինչ իմացան Դավիթը ստե ինչ արեց Ուրիայի կնոջ հետ։ Որ շեն ժամանակ հեռախոս կար մեկը զանգեր ասեր, որ կամերա կա, փղշտացիկ այդ ֆորդից իմացան։ Բայց հետո հասկացա ոչ թե թշնամին վերաբերում էր փղշտացին, այլ թշնամին վերաբերում էր սատանային։ Կարծես Աստված ուզենար ասեր, դու դուռ բացեցիր, որ ես ամաչեմ քո պատճառով, որ սատանեն իր բերանը բացի սկսի ծիծաղալ քո արարքի պատճառով։ Ու երբ որ Դավիթն էր փախնում, Սեմեին էր իր վրա հռհռում, քարերով խփում, Դավիթն ասեց թույլ տվեք անի, որտեվ Տերն է թույլ տվե, որտեվ նույն բանը ես արեցի, որ Տերը ամաչի, հիմա ես պետք է ամաչեմ։ Որտեվ ինքը հասկացել էր իր արած խալի պատճառը։ Դրա համար թույլ էլ չտվեց, որ Սեմեին սպանեն։ Տեսեք, մի տեղ կա Հեսու գրքում, Հեսու 7-րդ գլխում, լավ եկեք չկարդամ էլի, սենց պատմեմ, որ արագ անցնի։ Հեսու 7-րդ գլխում, երբ որ Իսրայելը գալիս է Երիքովը գրավում է, ամբողջությամբ ինչ կա չկա այրում են, քանդում են, ոչ մի բան չեն վերցնում։ Երբ որ Երիքովից հետո գալիս են պետք է հարձակվեն Գայի վրա, այդում լրտեսություն են անում, գալի ասում են Հեսուին, Հեսու ջան, շատ թույլ փոքր երկիր է, իմաստ չունի, սա ժողովուրդը վելնենք էթանք։ Մի 3000 հոգով էթանք, պարելով այդ երկիրը կվերցնենք։ Ասում է դե գնացեք։ Էթում են, կռվում են ու պարտվում փախնում են Իսրայելը ու 36 հոգի մարդ է մահանում։ Գալիս են այս Հեսուն քուրձ ու մոխիրը գցում է վրա, այս շորերը ճղում, սկսում է աղակել, մինչև իրիկուն լացա լինում։ Տիրոջը ասում է, «Իս ինչ արեցիր»։ Բերել ես մեզի խայտարակը լինենք այս սաղի առաջ։ Ու կարծես Աստված բարկանալով ասի հիմա հնչես շորերը պատառոտում, հնչես սքի մեջ։ Ասում է քո բանակում մեղ կա։ Դրա պատճառով է։ Ասում է գնա իմացի քո նզով կա քո բանակում, որտեվ ես պատվիրել էի, որ Երիքովից բան չվերցնեն, բայց մարդկա բանա վերցրե։ Ու տեսեք Աստված ասում է, այդ նզովքի պատճառով ես ձեր մեջ էլ չեմ ելնելու, մինչև նզովքը չվերացնեք։
Հետաքրքիր չէ, եկեղեցում ես մեղ գործեմ, դուք քաշեք, կամ ինչ որ մեկը լավ, եկեղեցում մեղ գործի, ամբողջ ժողովուրդը քաշի, բայց իրականում այդպեսին է։ Եթե մի ընտանիք ես, քո սխալը բոլորի վրա է անդրադառնում։ Եթե ես այսօր խոսք եմ խոսում, եթե ես ինչ որ մեղքի մեջ ընկնեմ, անդրադառնալու է ձեր վրա, որովհետև եկեղեցու ծառայող եմ, որովհետև խոսք եմ խոսում։ Ու այդպես էր նաև այն ժամանակ։ Ու հեսուն վերցնում է վիճակա գցում, ընկնում է աքարը։ Կանչում է աքարին, հետաքրքիր նենց էլ սիրալիր է խոսում, ասում է արի եղբայր, ասում է նախ առաջինը փառք տուր Աստծուն, հետո պատմի։ Տեսեք, այստեղ ուշադրություն դարձի, որ աքարին ասում է փառք տուր Աստծուն։ Հեսուն գիտեր, որ հեսա աքարը մեռնելու է, հեսա սպանելու են։ Բայց էլի ասում է փառք տուր Աստծուն, կարծես ստեղ էլ է ցույց տալու, որ մեռնելուց դել առաջ պետք է Տիրոջը փառք տաս, թեկուզ մեղքի մեջ ես։ Կանչում ասում է ինչ ես արի, ասում է մեղք եմ գործել, Երիքովից վերարկուներ են վերցրել, արծաթ են վերցրել, ոսկի լեզու են վերցրել, չգիտեմ, սենց բաներ։ Ասում է ուր է, ասում է վրանից տակը պահած է։ Այսինքն իր տան մեջ ծածուկ պահել էր։ Բայց Աստված էդի տենում է։ Դու ինչքան էլ խորը ուզում ես քո ներսը պահի, Աստված այդ նզովքը տեսնում է, ու դա անդրադառնալու է քո սախ տան վրա։ Մարդը ուղարկում էթում են այդ բոլորը հանում բերում են, ասում է ինչ ունի, էլ ոչխար, գառ, նույնիսկ վրանը այդ, ինչ ունի, սաղ իր եղած, չեղած, ինչ կա, կաստուր կեքից բռնեցրած առանձին հանում դնում են, ու ամբողջ Իսրայելը քարկոծում է իրանց։ Քարկոծում այրում են, նոր նզով քեթում է Տիրոջ ներկայությունը գալիս է Իսրայելի վրա։ Այսինքն ցույց է տալի, եթե այսօր դու քո մեջ թաքնված մեղք ունես, անգամ տեսեք Աստված ասում է մինչև Հեսուին ասում է այդ նզովքը չհեռացնես, դու չես կարա քո թշնամիների դեմ պատերազմ վարես, դու պարտվելու ես։ Այսինքն ցույց է տալի, եթե քո մեջ դու թաքնված մեղք ունես, դու սատանայի առաջ միշտ էլ պարտվելու ես։ Եթե դու մեղքի մեջ ես, դու չես կարող կռիվ տալ, որովհետև Աստված էլ քո հետ չի լինելու, որովհետև դու մեղքի մեջ ես, դու պետք է հեռացնես դա։ Ինչքան էլ է ցավոտ լինի, ինչքան էլ քեզի սիրել լինի, տեսեք, երբ որ աքարին իր ամբողջ ընտանիքը ասում է երեխեքով բան, սա կայնացրեք քարկոծում են, չէ՞։ Ես չեմ կարծում այդ քարկոծողները սենց յուղը սրտներին քար էին շպրտում այդ երեխեքի կամ ընտանիքի վրա։ Չէ, մարդկան չուզենալով էր անում, բայց Աստծո խոսքն էր ասում, ինքը պարտավոր էր։ Կարող է արցունքներն աչքերին էր անում, բայց ինքը պարտավոր էր, որովհետև Աստծո խոսքն էր ասում։ Այսօր բաներ կա, կարող է քեզ շատ ցավալի է, շատ թանկ է, բայց Աստծո խոսքը, որ ասում է, պետքա չանես։ Անկամ էդի կարա քո աչքերին արցունքներ բերի, կարա քեզ ցավ տա, բայց դու պարտավոր ես անես, եթե ուզում ես քո ընտանիքում նորից շարունակի մնա Աստծո ներկայությունը։ Հակառակ դեպքում Աստված քո կյանքից կհեռանա։ Նույն ձևի, երբ որ Ռաքելը իր քեռու տնից իր հոր տնից կրքերը գողացավ բերեց, տեսեք, եկավ մի ժամանակ, որ Հակոբը կանչեց իր ամբողջ ընտանիքին, ասեց ինչ կուրքեր ունեք բերեք, ու Ռաքելը այդքան տարիներ հետը ֆրցրած իր հոր տնից գողացած կուրքերը բերեց տվեց իր մարդուն, իր մարդը այրեց։ Տեսեք, զղջաց իր արածի մար, զղջաց կուրքերը բերեց, այրեց, բայց այդ իր արարքը հետևանք ունեցավ։ Ինչ հետևանք, դրանից հետո Բենյամինին ունեցավ ու մահացավ Ռաքելը։ Դրանից առաջ Հովսեփին ունեցել էր լավ էր, բայց Բենյամինին ունեցավ մահացավ։ Ու շատ հնարավոր է, որ նաև ես չեմ ասում հաստատ, բայց շատ հնարավոր է, որ այդ կրքերի պատճառով էր։ Բայց տեսեք, Աստված էլի ինչքան սիրող Աստված է, որ սпасեց այնքան, մինչև Ռաքելը բերի այրի, նոր իր կյանքը վերցնի։ Որ ինքը Աստված էլի ցույց է տալի, որ Աստված ինչքան սիրող ու բարի Աստված է, որ քեզ շանս է տալի։ Քո կյանքը վերցնում է այն ժամանակ, որ դու գիտի, այդ քո կյանքի ամենաբարձր հասակն է, որ դու էթալու ես իր մոտ։
Ու ստեղ հետաքրքիրը նրանում է, որ Դավիթը երբ որ տեսեք սպանում է Ուրիային, սպանել է տալի, Աստված Դավթի ձեռքը չի բռնում։ Տեսեք օրինակ տեղ կա, որ երբ որ Դավիթը Սավուղից փախնելու ճանապարհին, այդ բան ինչ որ մեկի գառները, Նաբաղի գառները պահպանություն անում, հետո Նաբաղին ասում է ինձի գառ կտաս, ասում է չէ, չեմ տա, ասում է Դավիթնով է, էսեի տղեն թագավորի երեսից փախնում է, որ իրան էլ բան տամ, Դավիթը ջղայնանում ու երթում է ուտում, ասում է այսօր գիշեր Նաբաղի տունը ոչ ծառա, ոչ մի կենթանի մարդ չի մնալու, բոլորը մեռնելու են։ Թե այդ խեղճ ծառաներն ինչ էին արել, Նաբաղն էր, որ ոչխար չէր ուզում տար։ Ու երբ որ Աբիգան գալիս է Դավթին ընթառաջ, խոսում է ուտելիքով ամեն ինչով տալի, ասում է իմ մարդը անզգամ է, տեսեք Դավիթը ինչ է ասում։ Ասում է օրհնյալ լինես դու, որ ինձ այսօր հեռու պահեցիր անմեղ արյուն թափելուց։ Այսինքն հասկանում ելա, որ անմեղ արյուն էր ինքը թափելու, անիմաստ տեղը, ու Աստված այնպես արեց, որ ինքը էդի չանի։ Բայց այս պարագայում տեսեք Աստված Դավթի ձեռը չբռնեց։ Թողեց, որ անմեղ արյուն թափի։ Ու այս հարց էի տալի, ասում եմ լավ, տարբերությունը ո՞րն է, որ այնտեղ բռնեց, ստեղ չբռնեց։ Ու հասկացա, որ երբ որ կյանքում դու բաներ կանես առանց հասկանալու, տաք գլխով կամ իրավիճակից ելնելով, ոչ մտածված, ու դու պետք է անգնես մեղքի մեջ, Աստված կարող է քո ձեռքը բռնի ու քեզ թույլ չտա։ Բայց եթե դու մի բանը ուզում ես անես, մտածված, վերցրե դրե ծրագրավոր է ու անում ես, Աստված քեզ հեռու չի պահելու, թույլ է տալու, որ դու դրա մեջ ընկնես։ Տեսեք, օրինակ, իմ կարծիքով Բերսաբեն ինքն էլ էր ուզում այդ բանը աներ։ Երբ որ Բերսաբեն հելե բաղջի մեջ, չգիտեմ, տենց բաց, բրախ, եթե Դավիթը Բերսաբեին տեսավ, հաստատ Բերսաբեն էլ Դավիթին տեսավ։ Ու շատ հնարավոր է, որ որոկայց սարքեց նույն Բերսաբեն, ինքը մտածված այդ ամեն ինչ արեց։ Ես ինչի համար եմ սենց ասում, որտեվ երբ որ իմանում է հղի է, անգամ նամակ է ուղարկում Դավիթին, ասում է հղի եմ, այսինքն իրանց մեղքը ծածկելու համար։ Եթե ինքը բռնի ուժով Դավիթը տիրանար Բերսաբեին, հաստատ նամակ չէր ուղարկի Դավիթին, ինքը կուզեր Դավթին խայտառակեր, բայց քանի որ ինքն էլ էր մասնակից եղել, ինքը այդ ամեն ինչ ուզեցավ ծածկի ու Բերսաբեն այնքան խիտրի կին էր, նես չէ որ ինքը շատ միամիտ կին էր, ինքը գիտեր էլ որ կարող է Դավիթը Ուրիային սպաներ։ Ես ինչի համար եմ ասում, որտեվ դրանից հետո որ նայեմ ես իր կյանքը, երբ որ գալիս է Դավթի կինն է դառնում, սաղ կնանիքին դնում է միան, առաջի տեղում Բերսաբեն ալնում, որ նույնիսկ Դավիթը խոստանում է Բերսաբեին, որ քո տղեն ալնելու թագավոր։ Իրանից առաջ ով կին եղել է, թագուին դառնում է Բերսաբեն, ու ասում է քո տղեն է Սողոմոնն ալնելու թագավորը։ Ու անգամ նույնիսկ դրանից հետո էլ տենում ենք, որ ամենտեղ քիթը խոթում, նույնիսկ Նաթանի հետ ընդեմ մի հատ թադրոն են խաղում, որ Սողոմոնին թագավոր սարքեն, հետո այն խեղճ Ադոնիային է սպանել տալի։ Այսինքն ցույց է տալի, որ Բերսաբեն միամիտ կին չէր, լավ էլ խիտրի կին էր, ու այս ամեն ինչը ինքը կարար ծրագրավոր էր։ Բայց հետաքրքիրն է, որ ես ինչի համար եմ ասում մտածված անում, որտեղ որ մենք տեսնում ենք Աբրահամի կյանքը, երբ որ Փարավոնը Սառային տարավ իր մոտ, Սառան չէր ուզում Փարավոնի հետ շնություն գործեր, ու Աստված թույլ չտվեց։ Փարավոնի ձեռքը բռնեց, Սառային հետ տարավ տվեց Աբրահամին, բայց այդտեղ ձեռքը չբռնեց։ Ու ես համոզված եմ, եթե Բերսաբեն չուզենար շնություն գործեր, Աստված թույլ չէր տա։ Իրանք երկուսով էլ ուզում էին։ Դրա համար Աստված այս ամեն ինչը թույլ տվեց, հեռու չպահեց իրանցից։ Ու իրանց մեղքը ծածկելու համար, տեսեք, երկուսով ամենավերջին բանին պատրաստ եղան, որ իրանց մեղքը թաքցնեն, հանկարծ չբացահայտվի։ Անկամ նույնիսկ ես sense մտածում եի, ճիշտ ասած, ես սիրում եմ նստեմ պատմությունը կարդամ, sense իմ մեջ իմպրովիզացիաներ անեմ, բաներ անեմ, օրինակ ասում եմ, լավ, այդ պալատականները, որ Բերսաբեին վերցին, տարան տվին Դավթին։ Իրանք մինչև այդ Դավթին արդար մարդ են տեսել, ազնիվ մարդ են տեսել։ Օրինակ դուք էլ հələ ձեր մեջ հարց տվեք, օրինակ ասես, որ մցրի սենյակ եկան էսյան, իրանք իրար մեջ կխոսային, կասեին, այ մարդ
Իսկ մեր թագավորը էս ինչ անում։ Ոնց էլ է, որ ով համարցակ էր, վախկոտ չէր, կխոսար։ Կասեր լավ, Դավիթը էս ինչ անում, ամուսնացած կնոջը խիա բերե իր մոտ։ Ով էլ որ վախկոտ էր, կասեր սուս, գործ չունես։ Թագավորա ինչ ուզի կանի։ Որ ես սենց իմ մեջ խոսում էի, ես իմ մեջ բան ստացա, որ եթե քո ներսի թագավորը դու ես, դու ինչ ուզես կանես։ Եթե քո կյանքի թագավորը դու ես, դու ինչ ուզես քո կյանքի հետ կվարվես, ինչեր ուզես կգործես, բայց եթե քո կյանքի թագավորը Աստված է, դու երբեք նման բան չես անի։ Աբրահամի ու Սառայի թագավորը Աստված էր, դրա համար Աստված թույլ չտվեց, որ իրանք ընկնեն մեղքի մեջ։ Բայց եթե քո կյանքում գգա մի ժամանակ, որ դու քո կյանքով կապրես, ինչպես որ տաճարում օրենքի գիրքը կորել էր ու անգամ գտես զարմանում էին, ասում էին, «Էս ի՞նչ է»։ Հələ ամեն մարդ որպես տաճար ինքը կարա իրան հարց տա։ Իր կյանքում կա օրենքի գիրք։ Ինքը գիտի որտեղ է, որ հատվածում է դրված իր ներսում այդ օրենքի գիրքը, թե ամիսներով այդ օրենքի գիրքը չկա իր կյանքում։ Իմացեք, եթե Աստծո խոսքը քո ներսում չկա, քո ներսը լեցվելու է տաճարի պես ամենավերջի պղծություններով, կրքերով է լցվելու է, չգիտեմ, այդ ամբարով վրաններով, որ ինչ տենալու ես, ցանկանալու ես։ Նույնիսկ ոնց որ երեխեքին էին այրում, այն սրբությունները, որ քո կյանքում կա, որ քո մոտ կարմիր գիծ է, այս բանը դու չես հատելու, չէ՞։ Քո ծածուկ մեղքերի պատճառով, որ Աստծո խոսքը քո մեջ չկա, դու անելու ես այդ կարմիր գիծն ես անցնելու։ Եթե օրենքի գիրքը չկա քո ներսում, գտնված չի, ու մի օր հանգարց որ գտնես, նույնիսկ զարմանալու ես։ Դրա համար հոգևոր մարդը միշտ պետք է Աստծո խոսքի մեջ լինի։ Ինքը իր Աստծո խոսքը պետք է չկորցնի։ Միշտ Աստծո խոսքի հետ կապված պետք է լինես, որովհետև ասում եմ, եթե Աստծո խոսքը չեղավ քո ներսում, պղծությունն ալնելու։ Ոնց որ Աստծո տաճարի մեջ կոնկրետ ինչ ասես անում էին։ Նույն ձևի, եթե այսօր հոգևոր մարդու կյանքում Աստծո խոսքը չեղավ, ինքը հաջողեցնելու է իրան, հաջողեցնելու է շրջապատին։ Տեսեք, Սավուխ թագավորը, երբ որ զոհը արեց, չէ, երբ որ Սամուելը 7 օր սպասեց, Սամուելը ուշացավ, զոհը արեց, Սամուելը եկավ ասեց, ինչի համար զոհը արեցիր, ասեց, դե ժողովուրդը արդեն ցվրվում էր դրա համար։ Այսինքն ժողովրդի համար այդ բանը արեց, որտեվ իր թագավորը ինքն էր, իր գահն էր, ոչ թե Աստված։ Աստծո կարծիքը իրան չէր հետաքրում։ Իրան հետաքրում էր ժողովրդի կարծիքը։ Այսօր աշխարհում այնքան շատ հովիվներ կա, որ շարժվում են ժողովրդի կարծիքի հիման վրա։ Այն խոսքը խոսում են, որ ժողովրդին հաճելի լինի։ Այն խոսքն են, այն բաների մասին չեն խոսում, որ անգամ ժողովուրդը չցվերվի, որտեվ իրանց հետաքրում է ժողովրդի կարծիքը։ Բայց Աստծուն սիրող մարդը, Աստծո խոսք ունեցող մարդը չի նայում ժողովրդին, այլ նայում Աստծո խոսքը ինչ ասում է այդպեսին է։ Չի նայում իր շահին, որտեվ տեսեք, նույն Սավուղ ինքը իր շահին նայելով էր այդ ամեն ինչին գնում։ Ինչի համար ինքը զոհը արեց։ Նա այդ շահին դրա համար զոհը արեց։ Աստծո հնազանդության հարցում, եթե հնազանդվում ես Տիրոջը, դու պետքա քո շահին չնայես։ Օրինակ, ես հիշում եմ, որ Սեթրակ եղբայրը առաջի անգամ հայտարարեց, որ մեր եկեղեցում կին չի խոսալու, չէ՞։ Տեսեք, նես չի, որ այդ ժամանակ էդի լուրջ հարված չէր եկեղեցում, որտեվ այդ ժամանակ նես չէ, որ լիքը ծառայող տղեկ կար, այդ ժամանակ լիքը ծառայություններ վնասվավ, լիքը կանայք կային, որ խոսք էին խոսում թե եկեղեցում, թե տասնյակներ էին անցկացնում, ու էդի լուրջ հարված էր եկեղեցում այդ ժամանակ։ Բայց ինքը արեց, օրինակ ես ասում եմ, բայց կա արժերելի, sense մի անգամից չկտրել, թափել, գոնե քիչ ծառայող հանել, մեկին փոխել, էս անել, որ եկեղեցին չվնասվի, բայց հենց ամբողջ հարցը դրանում է, որ դու ոչ թե նայում ես ժողովրդի կարծիքին կամ քո շահին ես նայում, այլ դու նայում ես Աստված ոնց է ասում։ Հաղթարեցինք Փառք Աստծո անցանք, հիմա սաղ լավ է, բայց դու ձեռք կբերես բաներ այդ քո քայլով, կարող է վնասներ կրես, բայց այդ քո քայլով դու ձեռք կբերես բաներ, չգիտեմ, զորություն, Աստծո ներկայություն կամ չգիտեմ, այն ոնց որ շորը պատառոտես, Տերը ասեց, ես տեսա, չէ, Տերը կտենա այդ քո քայլը ու կհիշի, ու դու հաստատ դրա բարիքը քաղելու ես։
Լավ, եկեք այստեղ վերջացնեմ։ Մյուս անգամ նոյեմբեր, դեկտեմբեր ամսին կշարունակեմ։